Ճանապարհների ընտրությունը, եթե սուբվենցիոն ծրագրերով է իրականացվում, ընտրությունը կատարվում է համայնքների կողմից, համայնքներն են որոշում առաջնահերթությունները։ Բացի դա, կառավարության կողմից ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջոցով կառուցվում են ճանապարհներ, իսկ այդ ճանապարհների ընտրությունը կախված է ճանապարհի վիճակի վատթար լինելուց, թե ինչքան վատթար է եւ որքան է կարեւոր տվյալ պահին այդ ճանապարհը որպես առաջնահերթություն։ Ընդհանուր առմամբ կուզեմ ասել, որ 2018-25 թվականներին Սյունիքի մարզում իրականացվել է աննախադեպ ճանապարհաշինարարական աշխատանքներ, հսկայածավալ աշխատանքներ է իրականացվել։ Միայն սուբվենցիոն ծրագրերով կառուցվել եւ վերանորոգվել է ավելի քան 153 կիլոմետր ճանապարհ։ Բացի դա, կառավարության կողմից ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջոցով կառուցվել, վերակառուցվել եւ հիմնանորոգվել է 345 կիլոմետր ճանապարհ, միջին նորոգմամբ բարեկարգվել է եւս 97 կիլոմետր ճանապարհ։ Արդյունքում ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում 2018-25 թվականներին բարեկարգվել է շուրջ 595 կիլոմետր ճանապարհ։ Եվ սա իսկապես աննախադեպ արդյունք է մարզի ենթակառուցվածքների զարգացման պատմության մեջ։ Հիմնական գործոնները ճանապարհի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունն է, թե ինչպիսին է տվյալ պահին ճանապարհը եւ այդպես ընտրվում է առաջնահերթությունը։ Որքան վատ է, այդքան հրատապ է բնականաբար եւ կա նաեւ ռազմավարական առումով կարեւոր ճանապարհներ, որոնք նույնպես ընտրվում են ելնելով ռազմավարական կարեւորությունից այդ ճանապարհների։ Սկսած 18 թվականից նույնպես աննախադեպ է համագործակցությունը համայնք եւ կառավարություն եւ դա փաստում են կատարված աշխատանքները համայնք կառավարություն համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի տեսքով։ Առհասարակ բարեկարգ ճանապարհը խթանում է համայնքների կայուն զարգացման եւ այդտեղ ապրող մարդու կյանքի որակի բարելավման վրա։ Բարեկարգ ճանապարհը նաեւ խթանում է տնտեսական ակտիվությանը, գյուղատնտեսության զարգացմանը, զբոսաշրջության զարգացմանը, բնակավայրերի հասանելիությանը, այլ կերպ ասած, լավ ճանապարհը, բարեկարգ ճանապարհը դա համայնքի կայուն զարգացման եւ մարդու կյանքի որակի բարելավման կարեւոր նախապայման է։ Եթե ճանապարհը բարեկարգ է, բնականաբար այդ ճանապարհով անցանելիության ժամանակն է կրճատվում, տրանսպորտային ծախսերն են կրճատվում, գյուղմթերքը, գյուղարտադրանքի տեղափոխումը ավելի է հեշտանում, ավելի է հասանելի դառնում։ Զբոսաշրջության գրավչությունն է մեծանում, այսինքն այցելուն համար ավելի հեշտ է այցելել տվյալ վայր, քան մինչ այդ անբարեկարգ ճանապարհով էին այցելում։ Միանշանակ եւ անքննելի է, որ բարեկարգ ճանապարհը դա տվյալ բնակավայրի, տվյալ համայնքի զարգացման ամենակարևոր խթաններից մեկն է։ Զարգացած ենթակառուցվածքը դա արդեն մեծ ազդեցություն է ունենում համայնքի բնակավայրի եւ մարդու կյանքի որակի բարելավման վրա։ Բացի 18-25 թվականների ճանապարհաշինարարական այդ հսկայածավալ աշխատանքներից, որը ես նշեցի, այժմ նույնպես ընթանում են ճանապարհաշինարարական մեծ աշխատանքներ։ Ամենանախադեպը, որ պետք է նշեմ, դուք գիտեք, որ կառուցվում է հյուսիս-հարավ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց հատվածը, ինչը Սյունիքի պատմության մեջ աննախադեպ է։ Կառուցում են նաև բազմաթիվ գյուղ տանող ճանապարհներ, այս պահին կառուցում է իշխանասար տանող ճանապարհը, առաջիկայում կսկսի աշխատանքները Շամփ տանող ճանապարհը եւ ելի ունենք շատ ու շատ ճանապարհներ, որոնք թե ընթացքի մեջ են եւ թե առաջիկայում կսկսվեն։ Ճանապարհաշինությունը հիմնականում իրականացվում է կառավարության կողմից ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի միջոցով եւ նաեւ սուբվենցիոն ծրագրերով, տարածքային զարգացման հիմնադրամով նույնպես կառուցում են ճանապարհեր, հիմնականում պետական բյուջեից կառավարության կողմից։ Ցանկացած շինարարություն առհասարակ ունի իր բարդությունները եւ դժվարությունները, եւ ճանապարհաշինարարությունը նույնպես, առավել եւս այդ բարդությունները ավելի շատ են արտահայտվում Սյունիքի մարզում, որովհետեւ դուք գիտեք, որ Սյունիքի մարզի ռելիեֆը շատ տարբեր է եւ այդ առումով դժվարություններ առաջանում են ճանապարհաշինարարության իրականացման առումով, բայց ինչպես տեսնում եք, դա չի խանգարում, որպեսզի ճանապարհները կառուցվեն եւ ենթակառուցվածքները զարգանան։